Այսպիսի բան դեռ չի եղել 2026 թվականի ամենաճշգրիտ հորոսկոպը, սա ընդհանրապես կատակ չէ, եթե կիսվեք այս տեսանյութով ձեզ սպասվում է առնվազն 3 հաջող տարի։ Մենք կասեինք, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց դա այդպես չէ, այս նոր տարին 365 օրվա ընթացքում իրադարձությունների կտրուկ շրջադարձեր է խոստանում։ Ամբողջ հույսը 2026 թվականի խորհրդանշի կարմիր հրեղեն ձիու վրա է, ձին ազատության մարմնացումն է, քանի որ հենց նրա սլացքով է սկսվում նոր կյանքը։ Արևելքի երկրներում նա ուղղակիորեն կապված է կենսական ուժի հետ։ Չինացիները նրան համարում են եռանդի և նպատակասլացության մարմնացում, իսկ ճապոնացիները փոփոխությունների խորհրդանիշ։ Այսպիսով սկսեցինք։ Խոյ, վաստակած եռանդ և հաղթանակների ժամանակ։ Կյանքը պայքար է նշանաբանով անցած 2 դժվարին տարիներն արդեն անցյալում են։ Եկել է ժամանակը, որ այս նշանի ներկայացուցիչները քաղեն իրենց համառ աշխատանքի պտուղները։ 2026 թվականը ձեր ոսկե էներգետիկ միջանցքն է, երբ աստղերը լիովին ձեր կողմը կլինեն։ Ցուլ, ժամանակն է վայելել կյանքը և քաղել նյութական բարիքները։ Կապիկի տարին ավարտվում է, ինչը նշանակում է, որ անցյալում են մնալու բոլոր անհաջողություններն ու պարտությունները, մշտական անհանգստությունը և լարվածությունը։ Վերջապես կգա հանգստանալու և կյանքի բոլոր դրսևորումներից իրական հաճույք ստանալու ժամանակը։ Երկվորյակներ, շփման և ինտելեկտուալ բացահայտումների բարեբեր շրջան։ Ձիու տարին լի է լինելու ուրախալի տպավորություններով, հաջողություններով, շփման, ուսուցման և մտավոր գործունեության ոլորտներում։ Սա բոլոր առումներով դրական շրջան է երկվորյակների համար, երբ նրանք կզգան օդում սավառնող բառերի, գաղափարների և մարդկային կապերի կախարդական շունչը։ Խեցգետին, ցտեսություն, հոգեկան բեռ, բարև ընտանեկան երջանկություն։ Ճակատագիրը ձեզ կհանդիպեցնի հետաքրքրաշարժ մարդկանց, ովքեր հետագայում կդառնան ոչ միայն հավատարիմ ընկերներ, այլև հոգևոր ընտանիք, ունակ լինելով հսկայական ազդեցություն ունենալ ձեր որպես ներդաշնակ անհատի աճի վրա։ Արյուծ, ամեն բան ինքնին կհայտնվի ձեր ձեռքերում, սա թագավորական տարի է։ Արյուծներին գրեթե հարկ չի լինի հյուծիչ պայքար մղալ ճանաչման և ուշադրության համար, ինչին անկեղծ ասած նրանք բոլորովին պատրաստ չեն նախորդ տարիների պայքարից հետո։ Այս արքայական նշանի ներկայացուցիչները սովոր են ամեն ինչի հասնել սեփական ուժերով, առաջնորդվելով կյանքը բեմ է, իսկ ես գլխավոր աստղը սկզբունքով։ Կույս, վճռականությունը կհաղթի քաոսին, սա կատարելության ժամանակն է։ Ժամանակն է ցուցաբերել երկաթե կամք ձեր արարքներում, հենց նոր տարվա առաջին օրվանից։ Այս վճռականությունն ու կույսերին բնորոշ կանոնակարգվածությունը կօգնեն այս նշանի տակ ծնվածներին ոչ միայն հաղթահարել փորձությունները, այլև ցանկացած քաոս վերածել հաջողության։ Կշեռք, ցանկացած խնդիր հաղթահարելի է ներդաշնակության և դիվանագիտության շնորհիվ։ Բարեհաճ ճակատագիրը այս օդային նշանի ներկայացուցիչներին կընձեռի բազմաթիվ ոսկե հնարավորություններ, արմատապես բարելավելու իրենց նյութական վիճակը, անձնական հարաբերությունները և սոցիալական դիրքը։ Պարզապես պետք է բաց չթողնել դրանք և գործել ձեզ բնորոշ իմաստությամբ և դիվանագիտությամբ։ Կարիճ, խոշորամասշտաբ փոխակերպումների շեմին։ Կենդանակերպի այս ամենախորհրդավոր և հզոր նշանի ներկայացուցիչները կանգնած են իսկապես մեծ փոփոխությունների շեմին, որոնց միջոցով անցնելով նրանք ընդմիշտ կբաժանեն իրենց կյանքը երկու փուլի՝ մինչև և հետո։ Այս ճակատագրական 2026 թվականը ձերն է լինելու։ Աղեղնավոր, անսահման հեռանկարներ, նոր հորիզոններ և արկածներ։ Այս կրակոտ նշանի ներկայացուցիչների բնատուր լավատեսությունն ու նրանց անսպառ կենսական էներգիան այնքան շատ գայթակղիչ հեռանկարներ և հետաքրքրաշարժ հնարավորություններ կբացեն, որ գլխավոր խնդիրը կդառնա դրանցից ամենաարժանիներին ընտրելը։ Այ եղջյուր, կայսրությունը վերակառուցելու և նոր բարձունքներ նվաճելու ժամանակ է։ Իմաստուն աստղերը խստորեն խորհուրդ են տալիս այս նպատակասլաց նշանին ճիշտ դասավորել իրենց ֆինանսական առաջնահերթությունները և արմատապես վերանայել հաջողության հասնելու իրենց ռազմավարությունը։ Ջրհոս, սա ձեր բացարձակ հեղափոխական տարին է։ 2026 թվականը բոլոր առումներով իսկապես աստղային տարի է յուրաքանչյուր ջրհոսի համար, առանց բացառության։ Բանն այն է, որ այս առաջադեմ նշանի ներկայացուցիչները և իշխող ազատասեր հրեղեն ձին անհավանականորեն մոտ են։ Եվ իհարկե ձկներ, հոգևոր լճացման ավարտ և միստիկ ուժի սկիզբ։ 2026 թվականը շատ առումներով իսկապես նշանակալի և բեկումնային կլինի բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են զգայուն և ինտուիտիվ ձկների նշանի տակ։
Դե ինչ, եթե դուք կիսվեք այս տեսանյութով, ապա ձեռք բերված հոգևոր ուժի շնորհիվ ամբողջ տարվա ընթացքում ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում կլինի։ Դե ձեզ տեսնեմ, շնորհակալություն ուշադրության համար։ Իհարկե չմոռանաս բաժանորդագրվել ալիքին, ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։